Ըստ խնդրի գրատախտակին գրված են 1-ից 2025 թվեր։ Ամեն քայլի Վահան ընտրում է գրատախտակին գրված որևէ թիվ և իր բաժանարների հետ միասին ջնջում գրատախտակից։ Եթե բաժանարներից որոշներն արդեն ջնջված են, ապա դրանք չեն դիտարկվում։ Պահանջվում է գտնել, թե նվազագույնը քանի քայլ է հարկավոր Վահանին անել գրատախտակին գրված բոլոր թվերը ջնջելու համար։ Շատ լավ, ինչպես կարելի է այս խնդիրը լուծել։ Եկեք ինչ-որ թվեր գրենք այստեղ 1-ից 2025, որպեսզի մոտավոր պատկերացնենք խնդիրը ինչ է պահանջում և իրավիճակը ինչպիսին է։ 8, այսպես շարունակ, 7-ի վրա ենք իրականում կանգ առել։ Ենթադրենք արդեն քառանիշներ ենք հասնում 1000, 1001, մինչև 1012, 1013, այսպես շարունակ, մինչև հասնենք 2025, ահա։ Օրինակ, իրավիճակը ինչպիսինն է, եթե մենք ընտրենք առաջին քայլին, իրականում ոչ թե մենք, այլ Վահանը, դարկենք, որ Վահանի կողմից ենք խաղում, ընտրի իր առաջին քայլին 4-ը, նա պետք է ջնջի 4-ը, 4-ի բաժանարարը 2-ն է, և պետք է ջնջի 1-ը, որովհետև 1-ը նույնպես 4-ի բաժանարար է։ Հաջորդ քայլին, եթե Վահանը ընտրի 6-ը, դե 1-ը արդեն ջնջված է, 2-ը 6-ի բաժանարար կրկին ջնջված է, նա կջնջի միայն 3-ն ու 6-ը իրար հետ, և այսպես շարունակ։ Ու այսպես տարբեր քայլերի ընթացքում նա պետք է այնպես անի, որ գրատախտակին գրված բոլոր թվերը ջնջվեն, առնվազն քանի քայլ պետք է Վահանը կատարի։ Շատ լավ, ինչ պետք է անենք այս խնդրի լուծման համար։ Դե նախ պետք է մենք քանակ ասենք, թե քանի քայլ է անհրաժեշտ կատարել, որպեսզի մեզ մոտ ավարտվեն գրատախտակին գրված բոլոր թվերը, այնուհետև պետք է ցույց տանք, որ դրանից ավելի քիչ քանակությունը չի բավարարում խնդրի պայմանին, ինքն գլխավոր կտորները 2-ն են, գտնել քանակը նվազագույն և ցույց տալ, որ դրանից ավելի քիչ քայլերի ընթացքում հնարավոր չէ, և դրա հետ մեկտեղ էլ օրինակ է պետք ներկայացնել, որ նվազագույն քայլերի օգնությամբ մենք կարող ենք այդ ամենը անել։ Շատ լավ, դե իրականում եկեք սկսենք առաջին կտորից գտնելով քանակ, այնուհետև կապացուցենք, որ այդ քանակը ամենաքիչն է։ Ու դե քանակը գտնելու հետ մեկտեղ էլ արդեն օրինակ նույնպես կկառուցենք ինքնըստինքյան։ Քայլ 1-ը մեզ մոտ գտնել քանակը։ Գտնել քայլերի քանակը։ Դե այստեղ ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ուշադրություն պետք է դարձնել նրան, որ թվեր կան, որոնք ունեն այդ թվերից մեծ ուրիշ թիվ չկա, որ կհանդիսանան դրա բաժանարար մինչև 2025։ Այսինքն թվեր կան, որոնք ընտրելու դեպքում իրենք կջնջվեն։ Օրինակ, 2024-ը ոչ մի ձև մեզ մոտ չի ջնջվի, եթե մենք չընտրենք 2024 թիվը, որովհետև այն չի հանդիսանում որևէ թվի բաժանարար, որը կգտնվի 1-ից 2025 միջակայքում։ Դրան պետք է ուշադրություն դարձնել, այսինքն թվեր են լինելու, որոնք պարտադիր մենք պետք է ընտրենք, որպեսզի գրատախտակից ջնջվեն։ Դա կարևոր պնդում է, որը կօգտագործենք հիմնական կտորը լուծելու համար խնդրի։ Թվեր կան, որոնք պետք է ընտրել որպեսզի ջնջվեն գրատախտակից։ Ահա։ Եվ ինչու է այդ ամենը պարտադիր այդպես լինելու, այստեղ, ահա, որովհետև նրանք չեն հանդիսանում գրվածներից ոչ մեկի բաժանարարը։ Ահա։ Շատ լավ։ Այսպիսի թիվ էր 2024-ը, որովհետև այստեղ նրանից մեծ միայն 2025-ն է և ակնհայտ այն չի հանդիսանում 2024-ի բազմապատիկ։
2025-ը նույնպես այդպիսի թիվ է, այն պետք է ընտրենք, որպեսզի գրատախտակից ջնջվի, իսկ մինչև որտեղ են այդ թվերը, օրինակ 2000-ը նույնպես այդպիսի թիվ է, 1500-ը նույնպես, որովհետև առնվազն պետք է 2-ով բազմապատկենք, որ բազմապատիկ լինի, ու դրա դեպքում 3000 կստանանք։ Շատ լավ, այսինքն եթե մենք սա նկատեցինք, որ առնվազն 2-ով պետք է բազմապատկել, որպեսզի որ բազմապատիկ ստացվի ու թիվը հանդիսանա գրատախտակին գրված թվի բաժանարար։ Դրա համար առաջարկում եմ դիտարկել այն թվերը, որոնք 2-ով բազմապատկելիս 2025-ից մեծ են ստացվում, ինչը կնշանակի արդեն, որ նրանց ոչ մի բազմապատիկ բացի իրանից գրված չէ գրատախտակին։ Շատ լավ։ Դե 2024-ը այդպիսին էր ու պատճառը այստեղ, որ ես 1012 եւ 1013-ը նշել եմ, այն է, որ 1013-ը այն ամենափոքր թիվն է, որի կրկնապատիկը 2025-ից մեծ է։ Իսկ 1012-ի կրկնապատիկը արդեն 2024-ն է, ինչը նշանակում է, որ եթե մենք 2024-ը ջնջենք, 1012-ը նույնպես որպես իր բաժանարար կջնջվի, որովհետև առնվազն կեսն է։ Բայց 1013-ը ոչ մի ձև չի ջնջվի իրանից մեծ թվերը ընտրելու ընթացքում, որովհետև դա ինչ թիվ է պետք ընտրել, որպեսզի 1013-ի վրա բաժանվի, այդ թիվը առնվազն պետք է 1013 անգամ 2 լինի, որը 2026-ն է, ու արդեն մեր սահմանից վեր է, 2025-ից մեծ է։ Շատ լավ, այսինքն հիմա նշենք այդ թվերը։ Դրանք այն թվերն են, որոնց կրկնապատիկը մեծ է 2025-ից, որտեղից էլ հետևում է, որ դրանք են 1013-ը, 1014-ը, 1015-ը, այսպես շարունակ, մինչև 2025-ը, և դե որպեսի գտնենք, թե քանի թիվ կա այստեղ, 2025-ից կհանենք մինչև 1012-ը ներառյալ բոլոր թվերը, հանած 1012, ինչի արդյունքում ստանում ենք 1013 թիվ, ինչը նշանակում է, որ այս 1013 հատ թվերը 1013-ից սկսած մինչև 2025-ը, այս միջակայքի բոլոր թվերը, մենք պարտավոր ենք ընտրել, հակառակ դեպքում ոչ մի այլ պայմաններում այդ թվերը չեն ջնջվի գրատախտակից, հետևաբար մենք 1013 քայլ նվազագույնը պետք է անենք։ Շատ լավ, իսկ արդյոք 1013 քայլը բավարարում է մեզ, որպեսզի մենք բոլոր թվերը ջնջենք գրատախտակից, իրականում դա նույնպես մեզ բավարարում է, որովհետև այլ ինչ թիվ էլ մենք ընտրենք, այն հանդիսանալու է այս 1013-ից 2025 թվերից որևէ մեկի բաժանարար։ Շատ լավ, այսինքն իմ ասածը այն է, որ 1013-ը մեզ բավարարում է որպես նվազագույն, բայց դրա վերաբերյալ նույնպես պետք է առանձին խոսել։ Ու այլ կերպ ինչպես կարելի էր, օրինակ ավելի շատ քայլեր ստանալ, կարելի էր ստանալ սկզբում ջնջելով այս փոքր թվերը և իրենց բաժանարարները, այնուհետև այս 1013 հատը, որոնք անհրաժեշտ է ջնջել։ Ինքն եթե վերցնենք և սկզբից այս 1013 հատը ջնջենք, ապա մեզ մոտ գրատախտակին գրված բոլոր թվերը կջնջվեն, իսկ եթե ջնջենք դիմացի ավելի փոքր թվերը, մենք միևնույն է պարտավոր ենք լինելու այդ 1013-ից մեծերը ջնջել, որովհետև այստեղից, այս միջակայքից թիվ ընտրելու դեպքում ջնջվելու է հետևյալ միջակայքից թիվ։ Շատ լավ։ Դա եկեք փորձենք ցույց տալ, որ 1013-ից ավելի փոքր չի լինի, այլ 3-ով ուղղակի օրինակ կբերենք 1013-ի համար։ Այստեղ նշենք ինչ ենք ցույց տալիս 1013-ից քիչ քայլը չի բավարարում։ Դա իրականում ակնհայտ է, եթե մենք 1013-ից քիչ քայլ անենք, որևէ թիվ է լինելու 1013-ից 2025-ի մեջ, չէ՞ որ այստեղ 1013 թիվ կար,
մենք դրանցից քիչ քայլ ենք կատարել, ուստի մի թիվ գոնե մնալու է այստեղ եւ այդ թիվը չի ջնջվելու գրատախտակից։ Ինքն բավականին ակնհայտ պնդում է, սակայն պետք է դա նշել։ Եթե 1013-ից քիչ քայլ անենք, կլինի թիվ 1013-ից 2025-ի մեջ, իրականում ոչ թե մեջ, նկատի չունենք, որ 1013-ից մեծ, 2025-ից փոքր, ոչ, դրանք էլ ներառյալ։ Եկեք այստեղ նշամ միջև ու փակագծում ներառյալ։ Ներառյալ 1013, 2025, եթե 1013-ից քիչ քայլ արվի, կլինի թիվ 1013-ից 2025-ի միջև, ներառյալ 1013-ն ու 2025-ը, որ ենք ընտրել և այն ոչ մի ձև չի ջնջվի։ Քանի որ իրենից տարբեր կամայական բազմապատիկ, այսինքն տվյալ թիվը կամ պետք է լինի մեր ընտրած թիվը, կամ պետք է լինի ինչ-որ թվի բաժանարար, ինչը նշանակում է անհրաժեշտ է մեզ գտնել կոնկրետ թվի բազմապատիկ, որպեսզի մենք կարողանանք ջնջել գրատախտակից այդ թիվը։ Իրենից տարբեր, քանի որ իրենից տարբեր ցանկացած բազմապատիկ մեծ է 2025-ից։ Շատ լավ, այս կտորում մենք ապացուցեցինք, որ 1013-ից քիչ քայլ մեզ չի բավարարում։ Շատ լավ, բայց իրականում քայլ մեկում մենք այնպես չէ, որ ապացուցեցինք, որ 1013 քայլը մեզ բավարարում է։ Մենք ուղղակի ասացինք, որ առնվազն 1013 անհրաժեշտ է անել, ու 1013-ից քիչ չի ստացվի անել։ Հիմա, որպեսզի ցույց տանք 1013-ը մեզ բավարարում է, հստակ, մեզ պետք է օրինակ կառուցել։ Այսինքն քայլ 3-ն էլ իր հերթին օրինակ կառուցելն է։ Ահա, շատ լավ, ինչպես կարելի է օրինակը կառուցել, դա իրականում հենց ընտրելով այս թվերը, մեզ ուղղակի պետք է ցույց տալ, որ սրանցից յուրաքանչյուրը ընտրելու դեպքում, ավելի ճիշտ սրանցից բոլորը ընտրելու դեպքում, մինչև այդ գրված բոլոր թվերը մեզ մոտ կջնջվեն։ Դա է ուղղակի մեզ պետք է ասել, այնպես չէ, որ մենք ինչ-որ կոնկրետ բացատրել ավելի լավ, մենք ցույց ենք տալու, թե որ թվերն ենք ընտրելու և ակնհայտ է, թե որ թվերն ենք ընտրում, ուղղակի պետք է ասել, որ մինչև այդ գրված բոլոր թվերը նույնպես կջնջվեն, օրինակ կառուցել այդ իմաստով։ Ընտրում ենք 1013-ից 2025 բոլոր թվերը։ Իսկ մինչև այդ ցանկացած թիվ, եթե եկեք ոչ թե նշենք ցանկացած թիվ, այլ ցանկացած թվի համար, մինչև այդ ցանկացած թվի համար կարող ենք գտնել բազմապատիկ
Եկեք այսպիսի մի նշանակում անենք, շատ հասարակ, քառակուսի փակագծեր ունենք այստեղ 1013-ից 2025։ Նկատի ունեմ բոլոր բնական թվերը, ծայրակետերն էլ վերցրեց, որպեսզի ամեն անգամ չնշեմ ծայրակետերը ներառյալ։ Ահա, կարող ենք գտնել բազմապատիկ ահա այս միջակայքում։ Եվ ինչպես կարելի է սա ավելի լավ պատկերացնել, եկեք թվային ուղին ինչ-որ կերպ պատկերենք, սա մեզ մոտ զրոն է, ունենք 1 և այլն, սա թող լինի 1013-ը, 1013-ը, այսպես շարունակ մինչև 2025։ Տեսեք, հանգացած թիվ, եթե մենք ընտրենք այստեղից, այն մեծացնենք իրենով, այսինքն անդադ իրեն գումարենք ու բազմապատիկները հերթով դիտարկենք իրանից տարբեր, ակնհայտ է, որ դրա բազմապատիկները կլինեն ինքը, եթե այստեղ ինչ-որ a թիվ ենք ընտրել, հաջորդը ինչ կլինի, այդ a թիվը բազմապատկած 2-ով, եթե մենք մի a գումարենք, դրանից հետո կլինի այդ a թիվը բազմապատկած 3-ով, և այսպես շարունակ, ինչ-որ քայլեր անելու արդյունքում, մեզ մոտ թիվը կգնի 1013-ից 2025-ի միջև, կամ հենց ծայրակետերը կգնի, ու ինչն է դրա գլխավոր պատճառը, գլխավոր պատճառն այն է, որ քայլը, այսպես ասած, այսպիսի թռիչքը, մեզ մոտ 1012 և ավելի փոքր է, այսինքն չի կարող մեզ մոտ թիվը գտնվել 1013-ից փոքր տեղում, հետո այնպես քայլանել, որ 2025-ից մեծ լինի, որովհետև այդ դեպքում թվի թռիչքը պետք է լինի մեզ մոտ առնվազն 1013, ինչն էլ կնշանակի, որ քանի որ թռիչքը հենց թվի արժեքն էր, կնշանակի, որ թվի արժեքը 1013-ից մեծ է, ինչ արդեն հակասում է, մենք ասում ենք 1013-ից փոքր թվերն ենք ընտրում։ Քանի որ թվի լավ, եկեք այս կտորը չնշենք, ուղղակի այսպես պատմելով էլ հենց ասենք, որովհետև գծագիրը ցույց է տալիս և հենց բառերով այստեղ նկարագրվածը բավարար է, մենք հենց նոր կոնկրետ արտահայտեցինք մեր միտքը, թե ինչպես է ամեն ինչ կատարվում, տրամաբանությունը ներկայացրինք բանավոր տեսքով, իսկ պնդումը նշեցինք գրավոր, հենց այսքանը բավարար է, ուղղակի եթե ձեզ հարցնում են, պետք է տրամաբանությունը ներկայացնել։ Ու հիմա եկեք ամփոփում կատարենք, կրկին քայլերի վրայով սահենք և ասենք, թե որ քայլն էր, որից հետո անհրաժեշտ և ինչու է կարևոր այդ ամենը առհասարակ։ Մեզ պահանջվում էր գտնել ինչ-որ նվազագույն արժեք։ Նման դեպքերում կրկին, ինչպես ենք մենք անում, անհրաժեշտ է գտնել արժեքը նվազագույն, անհրաժեշտ է դրա համար օրինակ կառուցել և անհրաժեշտ է ցույց տալ, որ դրանից ավելի փոքր դեպքում կոնկրետ խնդիր է առաջանալու միշտ։ Հիմա մենք ինչ արեցինք, մենք թվեր գրեցինք այստեղ, մի քանի օրինակ դիտարկեցինք շատ փոքր, ու հետո ես արդեն նշեցի այստեղ, որ թվեր են լինելու, որոնք իրենց չընտրելու դեպքում չեն ջնջվելու գրատախտակից, ու պատճառն այն է, որ այդ թվերի ոչ մի բազմապատիկ իրենից բացի չկա 1-ից 2025 թվերի միջև և ծայրակետերն էլ հետ, այսինքն գրատախտակին գրված թվերի մեջ չկա այդ թվերից ոչ մեկի բազմապատիկը։ Պրոբլեմը այն է, որ թվերը մեծ էին, նրանց բազմապատիկը իրենից տարբեր, առնվազն պետք է կրկնապատիկը լինի, իսկ դա արդեն անցնում էր մեր սահմանը։ Շատ լավ, իսկ քանի այդպիսի թիվ կա, որոնք անհրաժեշտ է ընտրել, այդպիսի թվերը, որոնք անհրաժեշտ է ընտրել 1013 հատ է, և այստեղ նշված է, թե որոնք են։ Շատ լավ, իսկ ինչը մեզ խանգարում ավելի քիչ քայլերի դեպքում անել, դա ակնհայտ, ավելի քիչ քայլերի դեպքում մեզ խանգարում է հենց այն փաստը, որ այս 1013 հատից ինչ-որ թիվ չի ջնջվելու գրատախտակից, ինչև ներկայացրել ենք, այսինքն այս երկու կտորները իրար շատ նման են, բայց առհասարակ անհրաժեշտ են լինում նման բաներ։ Մենք այստեղ քանակ գտանք քայլ 1-ում, իսկ քայլ 2-ում ապացուցեցինք, որ այդ քանակից ցածրը միշտ մեզ համար պրոբլեմ է առաջացնելու։ Ահա, այսինքն այսքանը հասկացանք։ Հիմա ինչ է պետք անել սրանից հետո, դա պետք է օրինակ կառուցել, ու իրականում այնպես չէ, մենք կոնկրետ օրինակը կառուցեցինք, ասացինք, որ 1013 թվերն են ընտրելու, բայց այս օրինակ կառուցելու ամենակարևոր կտորը մեզ մոտ այն էր, որ մենք պետք է նշեինք, որ այդ օրինակը մեզ բավարարում է, չէ՞ որ մենք չէինք կարող հերթով ստուգել, թվերը վերցնել, իր բաժանարները ջնջել ու ցույց տալ, որ կջնջվեն բոլոր բաժանարները։ Մենք 1013 քայլ պետք է անեինք, ինչը անհնար է պատկերացնել։ Շատ լավ, իսկ ինչպես մենք դրա հետ գործ ունեցանք, մենք ուղղակի նշեցինք, որ ընտրում ենք 1013-ից
2025 բոլոր թվերը եւ մինչեւ այդ ցանկացած թվի համար կարող են գտնել բազմապատիկ այս միջակայքում ու բացատրեցինք դրա տրամաբանություն։ Եթե մենք որևէ թիվ ենք ընտրում ու նրա բազմապատիկներն ենք փնտրում, հերթով դիտարկում ենք իրանից տարբեր բազմապատիկները, ինչ որ պահի մենք գալու ենք եւ ընկնենք 1013-ից 2025 միջակայքը։ Ինչու? Որովհետեւ քայլը, թռիչքի քայլը, որը հենց տվյալ թիվն է, նրա արժեքն է, փոքր է 1012-ից։ Չէ՞ որ եթե թվի բազմապատիկը չի ընկնում այս միջակայք, նշանակում է, որ իր մի բազմապատիկը եղել է 1013-ից փոքր, իսկ մյուս բազմապատիկը արդեն 2025-ից մեծ։ Դրա համար իր քայլերի ընթացքում չի ընկել այս տիրույթ։ Հետևաբար, նրա արժեքը պետք է 1013-ից մեծ կամ հավասար լինի, ինչը հակասում է քայլի երկարությունը, թռիչքի, ահա այսպիսի, մեզ մոտ 1012 եւ ավելի փոքր է, որովհետեւ հենց թվի արժեքին էր համապատասխանում։ Հետևաբար, եթե բազմապատիկների դիտարկենք, մեր թվին անընդհատ իր արժեքը գումարելով այսպես քայլ-քայլ մոտենանք, մենք ինչ որ պահի ընկնելու ենք 1013-ից 2025-ի միջակայք։ Ուստի եւ բոլոր թվերը այս տրամաբանությունից օգտվելով կջնջվեն 1013-ից փոքր լինելու դեպքում, եթե մենք ջնջելու ենք 1013-ից 2025 բոլոր թվերը։ Ուստի տվյալ խնդրի համար մեր պատասխանն է 1013, օրինակ ունենք եւ ցույց ենք տվել, որ ավելի փոքրը մեզ չի բավարարում։ Հետևաբար այսքանով խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։